Բարերեկ սիրելի հայրենակիցներ, մի քանի րոպեով ցանկանում եմ ձեզ զբաղեցնել բաց զրույցով իմ բաց բալկոնի։ Զրույցը իրականում բավականին երկար է, դրա համար երկու մասի եմ բաժանել, բայց այսօր կառանձնացնեմ մի հատված։ Խոսքը վերաբերվում է մեր զինված ուժերին։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանի իր մամուլի ասուլիսում նաև հայտարարություններին, բայց դա արդեն թերևս վաղ է։ Նախ սկսեմ հետևյալ թեմայից։ Հայկական լրատվական դաշտում երկար տարիներ գործել է չգրված օրենք, որևէ լրատվամիջոց, բանակում, որևէ զոհի, սպանություն, ինքնասպանություն, դիվերսիա, որևէ զոհի մասին իրավունք չի ունեցել, ներքին բարոյական իրավունք չի ունեցել հաղորդել, մինչև դրա մասին չի հաղորդել Պաշտպանության նախարարությունը։ Դա ցենզուրա չէ, դա մարդկային վերաբերմունք է, դա հոգեկան վերաբերմունք է, որովհետև երբ որ դու լուրը տալիս ես, որ զինված ուժերում կա զոհ, չես նշում անուն, ազգանուն, հայրանունը, մեր բանակում ծառայող բոլոր զինծառայողների հարազատները վեր են թռնում, կիսամեռ են լինում։ Դրա համար բոլոր լրատվամիջոցները ունեն այդ նորմալ մարդկային կարմիր գիծը, բայց այդ գիծը հիմա հատվել է ոչ միայն լրատվամիջոցների կողմից, հատվել է Պաշտպանության նախարարության կողմից, հատվել է պետության կողմից, հատվել է իշխանության կողմից, որովհետև զինված ուժերում կորստի մասին այլևս Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, վերջում էլ չի գրում, որ կիսում ենք ընտանիքի հետ ցավը, սուգը։ Քննչական կոմիտեն է իր 4 շեֆի հանձնարարությամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ամեն օր քրեական գործ կարող քննչական կոմիտեն է տալիս հաղորդագրություն, դե զինված ուժերում տեղի ունեցել դեպք անուն ազգանուն չնշելով ու հարուցվել է քրեական գործ ու վերջ։ Ով դրանից այդ պահին սիրտը կանգնեցրեց, ով ցնցումների մեջ ընկավ, քննչական կոմիտեին չի հետաքրքրում։ Նրանք սովոր են քրեական գործ հարուցել։ Սա է որ ահավոր է, սա է որ անմարդկայինն է, սա է որ մեր զինված ուժերի նկատմամբ նաև անհարգալից վերաբերմունք է։ Երբ որ տարբեր կայքերում լինում են հաղորդագրություններ դեպքերի մասին ու հետո 1-2 օր հետո Պաշտպանության նախարարությունը ստիպված է լինում բազմաթիվ քննադատություններից հետո արձագանքել, սա ուղղակի անհարգալից վերաբերմունք է մեր զինված ուժերի նկատմամբ։ Ու այսօր Նիկոլ Փաշինյանը զինված ուժերում այդ ամեն ինչը տեղի ունեցողը վերագրում էր հասարակությանը։ Դրա մասին տարիներ շարունակ քննարկվել է Հայաստանում։ Դեռ նախկին իշխանությունների ժամանակ էլ շատ հաճախ չքմեղանալու համար ասում էին զինված ուժերը հասարակության հայլին։ Այսօր Նիկոլ Փաշինյանն էր մեղադրում հասարակությանը կրիմինալ, գողական եւ այլն, վաղը դրա մասին կխոսենք, ու մեղադրում էր հասարակությանը, որ զինված ուժերում այսքան սպանության, ինքնասպանության դեպքեր են լինում։ Եթե հասարակության հայլին են, ապա խոսքը վերաբերում է Փաշինյանին, իր շրջապատին, իր ընտանիքին։ Եթե զինված ուժերում այսքան դժվար դեպք է տեղի ունենում, ապա դա ներկայացնում է իր ընտանիքը, իր շրջապատը եւ ոչ թե հայ հասարակություն։ Բայց դրա մասին արդեն վաղ այլ թեմայով կանդրադառնամ։ Լավ մնացեք։